Ողջույն սիրելի ուսուցիչներ, բարի գալուստ High-End Learning-ի YouTube-յան ալիք։ Այս տեսանյութը հատկապես նրանց համար է, ովքեր դասավանդում են բնագիտական առարկաներ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ մաթեմատիկա, աշխարհագրություն եւ ամեն օր բախվում են մեծ մարտահրավերի։ Եկեք անկեղծ լինենք, այսօր 30 եւ ավելի հոգանոց դասարանում երեխաների ուշադրությունը գրավելը եւ պահելը դարձել է գերխնդիր։ Ինչպես բացատրել մաթեմատիկական բարդ տրամաբանությունը, աշխարհագրական լայնածավալ թեմաները կամ անտեսանելի ֆիզիկական եւ կենսաբանական պրոցեսները միայն կավիճի ու գրատախտակի հույսին մնալով։ Երբ դասը ունի ինտերակտիվ եւ վիզուալ հենք, ուսուցչի ձայնը խլանում է աղմուկի մեջ, իսկ աշակերտների աչքերի փայլը կորչում է։ Բայց մենք գիտենք, որ ժամանակակից երեխաները տեսողական, վիզուալ ընկալողներ են։ Նրանց պետք է դինամիկա, գույն, գործնական ներգրավվածություն։ Հենց այդ պատճառով էլ արհեստական բանականության ինտեգրումը կրթության մեջ այլևս ոչ թե ուղղակի ցանկություն է, այլ կենսական անհրաժեշտություն է։ Դա միակ ճանապարհն է գերբեռնված դասարանը քաոսից վերածելու իսկական հայտնագործությունների վայրի։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տալ մեր մեկամսյա դասընթացի մասնակիցների ստեղծած իրական նյութերը եւ ցուցադրել, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսի հզոր բաներ կարելի է կառուցել AI գործիքների ճիշտ կիրառումով։ Մենք միասին կտեսնենք տարբեր ուղղություններ, օրինակ, ինչպես կարող ենք ոչ թե պարզապես ինֆորմացիա ստանալ ծրագրից, ոչ թե պարզապես դասի պլան կազմել, թեստեր կազմել, այլ ինչպես կարելի է ամբողջական դասագրքերը AI-ին տալ եւ վերլուծել տող առ տող կամ անմիջապես լուծել մաթեմատիկական խնդիրներ։ Բացի այդ, մենք կտեսնենք նաև, թե ինչպես են չոր եւ ձանձրալի տեքստերը վերածվում գեղեցիկ, կառուցվածքային եւ ինտերակտիվ գլուխգործոցների, որոնք աշակերտի համար նյութի ամփոփումը դարձնում են աներևակայելի, պարզ եւ հասկանալի։ Ես նաև ցույց կտամ, թե ինչպես են ուսուցիչները AI գործիքների ճիշտ կիրառմամբ եւ ճիշտ հրահանգներ գրելով գեներացնում 3D մոդելներ, լաբորատոր պրոցեսներ կամ կենսաբանական պատկերներ, լրացնելով դպրոցներում գործնական նյութերի բացակայությունը։ Եկեք այլևս չսպասենք։ Ես հիմա կբացեմ էկրանս եւ հերթով ցույց կտամ մեր ուսուցիչների ստեղծած հրաշքները։ Դե ինչ, գնացինք։ Առաջինը մաթեմատիկայից է, մեր ուսուցչուհին ստեղծել է մոդել, որի միջոցով կարող ենք հաշվել ամենափոքր ընդհանուր բաժանարարը։ Տեսեք, այսպես էկրանի ցուցադրումով կարող եք ձեր երեխաներին սովորեցնել թեման, ընդ որում բոլոր կոճակները ինտերակտիվ են, օրինակ, երբ սեղմում ենք գտնել ամենափոքր ընդհանուր բաժանարարը, ինքը այստեղ հատման կետում հայտնվում են եւ ներքևում արդեն հաշվարկը իրականացվում է, ընդ որում նաեւ մենք կարող ենք թեման բացատրել, ոչ միայն հարցում անել, այս բաժանարարները, որոնք գնդիկի տեսքով են ներկայացված, մենք ինքներս տեղափոխություններ իրականացնենք եւ անհրաժեշտության դեպքում նաեւ վերլուծենք։ Հաջորդ աշխատանքը նույն ուսուցչի կողմից է ստեղծված ԱԸԲ մրցավազքն է, այստեղ օրինակ մեզ ասում է թիվ գրենք, ենթադրենք ինչ-որ թիվ ենք ներմուծում, օրինակ 9, թիվ 1-ին ասվում է, որ գտեք 9-ի եւ 11-ի ընդհանուր բաժանարարը, եւ եթե օրինակ մենք սխալ ենք անում, համակարգը ավտոմատ ասում է, որ դա սխալ է, եւ ունենք կոճակ նաեւ AI հուշում, կարող ենք դիմել արհեստական բանականության օգնությանը, որպեսզի ինքը մեզ օգնի հուշում տա, տեսեք ինչպես է հուշում։ Պատկերացրեք, եթե դուք սա դասի ընթացքում կիրառում եք, ինչքան հետաքրքիր կլինի, բացի այդ դուք կարող եք սա ուղարկել ձեր աշակերտներին, որպեսզի իրենք էլ ինքնուրույն տանը փորձարկեն։ Մեր փորձը ցույց է տալիս, որ երեխաները այնքան են սիրում այսպիսի խաղերը, որ նույնիսկ տանն են զբաղվում դրանով։ Հաջորդը երկրաչափական մրցույթ է, ինչպես տեսնում եք, սրանք խաղեր են, ընդ որում թիմային խաղեր են, եւ այսինքն դասի ընթացքում թիմային խաղը կարող եք կազմակերպել հենց այսպիսի մեթոդով, եւ այստեղ ունենք տարբեր մասեր, 5 հիմնական թեմաներ, որտեղից ենք ուզում, որ հարցերը լինի, սեղմում ենք հարցի վրա ու բերում է մեր հարցը, ընդ որում կարող ենք նաև
տեսնել պատասխանը եւ արդեն իմանանք, սեղմենք, որ թիմն է ճիշտ պատասխանել ու այսպես միավորները ավտոմատ կհաշվարկվի։ Այսպիսի խաղերի համար կան հատուկ կայքեր, որոնցով դուք կարող եք կազմակերպել, բայց բավականին երկար ժամանակ կտանի, ընդ որում հենց ձեր թեմայով հայերենով շատ դժվար կլինի, բայց AI գործիքների օգնությամբ մեր ուսուցչուհին տեսեք ինչքան հնարամիտ բան է ստեղծել, հետո էլի նույն ձևով ընտրում ենք թեման, նշում է պատասխանը, ասում ենք, որ թիմն է ճիշտ արել ու այսպես միավորները տալիս է, ես անձամբ շատ հիացած եմ, թե ինչքան հետաքրքիր աշխատանքներ են կատարել մեր ուսուցիչները, այստեղ մենք ունենք նաև ֆլեշկարտեր, երբ թեման բացատրելու համար օգտագործում ենք ֆլեշկարտեր վիզուալ ավելի լավ բացատրելու համար։ Մենք ունենք հաջորդիվ Web Edge, որը մեր ուսուցիչներից մեկն է պատրաստել եւ այստեղ տեսեք վարժանքներ ունենք, օրինակ վարժություն 1 տված է S-ը, A-ը, B-ն պետք է գտնենք եւ այստեղ էլի մուտքագրում ենք եւ ստուգում ենք AI-ը ավտոմատ ասում է ճիշտ է թե սխալ։ Եթե ունեք համակարգիչ կամ պրոյեկտոր, կարող եք այս մոդելները դասի ժամանակ ներկայացնել կամ ուղարկել, որպեսզի աշակերտները դրանք անեն։ Այսպես այստեղ վարժություններն են, ներքևի հատվածում կանաչապատում ինչ որ ծրագիր ենք իրականացնում, խնդիր է տրված եւ խնդրին պետք է պատասխանենք, կրկին պատասխանները գրում ենք եւ ստուգում ենք Այ քեզ բան ճիշտ պատասխան եւ ստուգում ենք AI-ը ասում է ճիշտ է թե չէ։ Երկրորդ խմբի համար օրինակ այսպիսի տրամաբանական հարց կա, 12 վանդակից բաղկացած պատկեր, այնպես որ պարագիծը լինի հնարավորինս փոքր եւ հուշում ունենք, որ եթե չենք կարողանում, հուշումից օգտվենք ու այսպես մենք կարող ենք ընդգծել պատկեր եւ արդեն կրկին մեր ստեղծած համակարգը կստուգի արդյոք ճիշտ է թե չէ եւ ունենք նաեւ հավասար մեծությունների վերաբերյալ հետազոտություններ տարբեր կողմերի, տարբերակներով, տարբերակ A, տարբերակ B, ելի կարող ենք համապատասխան թվերը գրել եւ ստուգել հետազոտությունը։ Այս էլ այսպիսի հետաքրքիր բան, երկրորդ կայքի երկրորդ edge-ը մակերեսների մեծ մարտն է եւ տված է խնդրի մակերեսը, պետք է գտնել պարագիծը եւ այլը եւ մենք պատասխանները գրում ենք, թեստը ստուգում ենք ու այսպես արդյունքը ավտոմատ ցույց է տալիս ու նաև ունենք տնային աշխատանքների բաժին։ Այսինքն, երբ դուք ձեր դասի պլանը գրում եք, դրա հիման վրա այսպիսի հետաքրքիր մոդել կարող եք ստեղծել, Web Edge-ա կոչվում, որպեսզի ոչ թե այսպես ձանձրալի պրեզենտացիայի տեսքով կամ ընդհանրապես առանց որևէ վիզուալի անեք, այլ այսպիսի շատ հետաքրքիր ինտերակտիվ պարամետրեր մտցնենք, վերջում էլ տնային աշխատանքը երևա։ Սա եւս մաթեմատիկայի մասով էր, այստեղ էլ ունենք էլի գիտական կենտրոն ենք ստեղծել եւ մեր արշավը սկսում ենք yes եւ no կարճ պատասխաններով հարցերը պատասխանում ենք, տեսեք ճիշտ անմիջապես ցույց է տալիս ու բացատրում է որն է։ Երկրորդը օրինակ թվային առանցքն է, այստեղ մեկ քայլ առաջ, մեկ քայլ ձախ եւ այլ այսպես անում ենք ու ինքը արդեն արդյունքները ցույց է տալիս։ Զինվորների ճակատամարտ ունենք այստեղ, երբ բացասական դրական թվերը իրար ենք գումարում ու արդյունքը ցույց է տալիս, սա շատ լավ մեթոդ է, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ բացասական թվերը, դրական թվերը ոնց են իրար չեզոքացնում։ Երրորդ փուլում ունենք 3 աշխարհների մրցույթ, օթերևութաբաններ, որտեղ ներկայացված է ջերմաստիճանի փոփոխությունը, առավոտյան, կեսօր եւ այլը, եւ կարող ենք մենք հաշվարկներ իրականացնել, այստեղ էլ գրաֆիկի տեսքով ցույց է տալիս, ունենք բանկիրներ, այստեղ էլ ֆինանսական հաշվեկշռի մասին է խնդիրը, սկզբնական մնացորդ, գնում, մուտքագրում եւ արդեն կարող եք գործարքներ իրականացնել եւ վերելակավարներ, մեր ուսուցիչը բավականին եւ մենք կարող ենք շարժել այսպես վերելակը, բավականին հետաքրքիր ձևեր է մտածել, ինչպես կարող է մաթեմատիկան ավելի հետաքրքիր դարձնել ու այստեղ էլ արդեն դուք կարող եք պատասխանները գրել։ Վերջում էլ ունենք իմացության ծառ, որտեղ կարող ենք գրել, ինչ սովորեցինք, ինչն էր դժվար եւ ամրացնենք ծառին, արդեն ծառի ձևով դա կցուցադրվի։
Սա էլ էր շատ հետաքրքիր աշխատանք։ Ես ուզում եմ բոլոր ուսուցիչներին շնորհակալություն հայտնել իրենց մտքի ճկունության, գործիքներին այսքան լավ տիրապետելու համար։ Չեմ պատկերացնում, որ կարող է որևէ աշակերտ լինել, ով կայուն կերպով այսպիսի դասընթացների կմասնակցի, որտեղ ուսուցիչը հետաքրքիր վիզուալ ձևով կներկայացնի նյութը եւ չսիրի մաթեմատիկան։ Հաջորդիվ ունենք այսպիսի կինոպրոյեկտոր, որտեղ լույսի աղբյուրն է տրված, բանաձևերն են տրված, ես ոչ բոլոր իհարկե մոդելները կկարողանամ բացատրել, որովհետև ինքս մասնագետ չեմ, ես ուղղակի հիանում եմ այս մոդելների ֆունկցիոնալության որպես AI մասնագետ, տեսեք օրինակ այստեղ Թալեսն է ցույց տալիս թեորեմը, կիրառությունը եւ ստվերը ոնց է ազդում, այս մյուսը սանդուղք եւ պատ։ Այսինքն մաթեմատիկական օրենքները այսպես վիզուալ ձևով մենք ներկայացնում ենք, որպեսզի ուսուցիչների, աշակերտների համար հասկանալի լինի, թե դրանք որտեղ են կիրառվում, այս էլ երկաթգիծն է, Այսպես, ընդ որում տեսեք ֆունկցիոնալությունը, բացի այսպես ցուցադրումներից, նաև կոճակներ կա, որ մենք կարող ենք օրինակ այդ պահին ստեղծել խնդիր, կարող ենք այդ պահին սեղմել, որ մոդելը տվյալ նյութը բացատրի, կարող ենք կիրառումը սեղմել, ինքը կտա մեզ թե այդ օրինակները թեորեմները եւ այլը որտեղ են կիրառվում, տեսեք ինքը ամեն կոճակ սեղմելուց արդեն համապատասխան ֆունկցիան ստեղծում է եւ նաեւ պատմություն ստեղծի, որպեսզի աշակերտները ավելի լավ պատկերացնեն։ Ահա, այս էլ էսպես, հաջորդը խնդիր ունենք կետի լայնությունը որոշելու համար եւ այդ խնդիրը լուծելու համար, այսպես վիզուալ առումով մեր ուսուցչուհին ստեղծել է պատկեր, ընդ որում կարող ենք գծերը թաքցնել, որ իրենք մտածեն ոնց անեն եւ արդեն կարող ենք վերականգնել տեսարանը։ Հաջորդը այս կրկին թվային գիտական կենտրոնի արշավն է, հաջորդ պրեզենտացիան 3D մոդել է, ավելի ճիշտ աշխարհագրությանն է վերաբերում, էլի web edge ունենք ստեղծած, որտեղ բովանդակային առումով բաշխում ենք իրականացրել, ըստ անհրաժեշտության մեջը վիկտորինա ենք ստեղծել, որպեսզի աշակերտները կարողանան անմիջապես կառուցել, ստեղծել եւ լրացնել այդ տվյալները։ Եվս մեկ հարց էլի աշխարհագրությունից, այստեղ Հայաստանի հարևան պետություններն են, եթե սեղմում ենք որևէ, տեսեք ոնց է ավտոմատ փոխվում Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, ամեն երկրի վրա սեղմելիս տվյալ երկրի մասին բացվում է ինֆորմացիա, տարածքը, դիրքը, բնական պայմանները, տնտեսությունը եւ այլը, այս մի հատը շատ եմ հավանել, օրինակ մենք կարող ենք ենթադրենք Թուրքիան եւ Իրանը ուզում ենք իրար հետ համեմատել, համեմատական նկարագրությունը անմիջապես տալիս է, այսպես, իհարկե մեր ընտրած պարամետրերի հիմքով, նաև ունենք գիտելիքների ստուգման թեստ, որը կարող ենք լրացնել եւ ինքը ցույց կտա քանի սխալ, քանի ճիշտ ունենք եւ տնային հանձնարարություն։ Նշեմ, որ այս բոլորը մեր ուսուցիչները ստեղծում են իրենց կարիքներին համապատասխան, ինչպես են պատկերացնում այդ դասը ներկայացնելու ընթացքը եւ դուք զուտ տեսեք ֆունկցիոնալությունը, շատ բազմակի 100 անգամ կարող եք ավելացնել, ավելի բազմաֆունկցիոնալ դարձնել, դա ընթացքում եւ ձեր երևակայությունից է կախված լինելու եւ արդեն փորձառությունից, այս մոդելներին տիրապետելու գիտելիքներից եւ այլը։ Այսինքն դուք ինչ տեսնում եք, հնարավորություններից ընդամենը մի քանիսն են, դուք պետքա տեսնեք, պատկերացնեք, հասկանաք առաջին հերթին այս մոդելների միջոցով ինչեր կարելի է անել, զուգահեռներ տանեք ձեր թեմաների հետ, պատկերացրեք ձեր թեման ինչպես կարող եք օրինակ այսպես ներկայացնել, երկրորդ քայլը կլինի, որ սկսեք սովորել, ընդ որում սովորելու համար ես խորհուրդ եմ տալիս, որ միշտ մասնագետի կողմից դիտարկում ստանաք, իհարկե ինքնուսուցումն էլ է շատ կարևոր, բայց մեկ է, երբ մասնագետի կողմից եք դիտարկում ստանում, էլի ինքնուսուցվում եք,
մեկ, որտեղ AI-ը ինքը առանձին գիտություն է, ուղղակի chatbot չի, եւ եթե դուք ինքներդ եք փորձում անել, կարող է ավելի վատ ստանաք, տարիներով չարչարվեք, որ այդ էֆեկտը ստանաք, իսկ օրինակ այսպիսի բաներ մեր ուսուցիչները ստեղծում են անմիջապես դասից հետո մեկ դասի ընթացքում մենք քննարկում ենք 3D մոդելներ ստեղծել 8 դասերից ընդամենը մեկի ընթացքում մնացած 7 դասերին ուրիշ շատ հետաքրքիր նյութեր ենք քննարկում եւ դուք արդեն ունենալով այն ամբողջ գիտելիքները ուղղորդումը, որը պետք է ձեզ 3D մոդելներ ստեղծելու համար, արդեն ինքնուրույն սկսում եք ստեղծել։ Մեր դասի մասնակիցները 10 քանիսին էլ որ ավարտենք 8-ին, 9-ին, թե 10-ին, դրանից հետո այնքան ողջավորված են լինում, որ անմիջապես սկսում են աշխատել։ Ու այս աշխատանքները, որ ես ձեզ ցուցադրում եմ, ստեղծել են մեր մեկամսյա դասընթացի մասնակիցները, ընդ որում անմիջապես դասից հետո։ Դրանից հետո բնականաբար շատ ավելի են լավարկել իրենց մոդելները, ավելի հետաքրքիր բաներ են ստեղծել փորձից ելնելով։ Սա իրենց առաջին փորձերն է, ու եթե առաջին փորձերը այսքան հրաշալի է, պատկերացրեք, որ ինչքան լավն են լինում հետագայում, երբ արդեն ավելի փորձառու են դառնում։ Սա հեշտ է անելը, ուղղակի ձեզ պետքա որ ճիշտ ուղղորդում ստանաք ու ձեռքի բռնած թիմով մասնագետի հետ աշխատեք։ Դրա համար մենք մեր մեկամսյա դասի ընթացքում հենց ներառում ենք ինձ հետ անհատական հետադարձ կապը, որովհետև բազմաթիվ հարցեր են ծագում աշխատելիս եւ եթե միտեղ կանգ եք առնում, չեք կարողանում առաջ գնալ, այդ դեպքում բնականաբար չեք կարող լավ նյութեր ստանալ։ Իսկ մեր դասընթացի ընթացքում ես ձեր կատարած բոլոր աշխատանքներին նայում եմ, ուղղորդում եմ։ Եկեք շարունակենք, մեր ֆիզիկոսները բավականին լավ նյութեր են ստեղծել, մեկը մեկից լավ, հրաշք ուղղակի, ես այնքան հիացած եմ այս աշխատանքներով, դե տարբեր խմբեր ունենք, հարյուրավոր նյութեր են ուղարկում, ստուգում եմ, հետադարձ կապ եմ տալիս, բայց համակարգված ձևով, երբ հավաքեցի բոլոր նյութերը, որ ցուցադրեմ այս տեսանյութի համար, եւս մեկ անգամ հիացա, հպարտացա իրենցով, որովհետեւ տեսա, թե ինչքան կարևոր նյութեր են ստեղծել ու ինչպես է դասավանդման որակը փոխվում այսպիսի նյութերի շնորհիվ։ Տեսեք, այստեղ օրինակ ալիքն է ցույց տալիս, կարող ենք փոխել ալիքի երկարությունը, կարող ենք այստեղ տեսանելիությունը փոխել, տեսանելի, ռենտգեն եւ այլը, ամպլիտուդը փոխել եւ միջավայրը փոխել, վակուում է, ապակի է, լիցք է եւ այլը ու ըստ դրա արդեն ալիքները ցուցադրվելու է։ Օրինակ, եթե այսքանը փորձեինք բացատրել զուտ բառերով, աշակերտները բնականաբար չեն պատկերացնի, բայց այս նմանատիպ մոդելների շնորհիվ արդեն ամեն ինչ տեսանելի է, ընդ որում կարող ենք նաեւ մենք կանգնեցնել։ Հաջորդին անցնենք, այստեղ հրաբխի մոդել է ստեղծել մեր ուսուցչուհին, ցույց ենք տալիս հրաբխի թափանցիկությունը, կարող ենք բացատրել տվյալ գործընթացը, եթե սեղմենք աջ մասում ավտոմատ կբացատրի, կամ կարող ենք գեներացնել իրական պատկերներ։ Չսպասենք գեներացնելուն, եկեք առաջ գնանք։ Այս մյուս աշխատանքը քիմիական լաբորատորիա է եւ խաղ է, մոլեկուլային տեսավորող։ Ես եմ եւ մրցակիցն է, այստեղ ընտրիր տարա ներքին կառուցվածքը ուսումնասիրելու համար, ենթադրենք սեղմում ենք աղաջուր, տեսեք ինքը ցույց է տալիս կառուցվածքը եւ մենք նշում ենք մաքուր է թե խառնուրդ է։ Այս մեկը սխալ նշեցի։ Երկրորդը էլի նույնը, խառնուրդ է թե մաքուր է, ու այսպես արդեն միավորները ավտոմատ հաշվարկվում է հերթով, հա, ես կամ մրցակիցը։ Էս էլ է շատ հետաքրքիր ձև, որպեսզի միանգամից աշակերտները արդեն իսկ իրենց սովորածը կարողանան ստուգել։ Հաջորդը Ֆարադեի լաբորատորիան է, այստեղ կոճի պարամետրեր ունենք, գալարների թիվը կարող ենք փոփոխել, որպեսզի հասկանանք ըստ դրա ինչ է տեղի ունենում եւ կարող ենք փոխել նաեւ կոճի շառավիղը։ Ես պատկերացնում եմ առանց այսպիսի վիզուալ էլեմենտների ինչքան դժվար է երեխաների համար հասկանալ, թե օրինակ կոճի պարամետրերի փոփոխությունը ընդհանուր արդյունքի վրա ինչպես է ազդում։ Երկրորդը ունենք վիզուալիզացիա կոճակը, որտեղ կարող ենք այս տողերը ակտիվացնել եւ
Կարող ենք շրջել մագնիսը կամ ավտոմատ ինչ-որ տատանակների կոճակ էլ կա այստեղ, տեսեք ոնց է այս ամեն ինչը ցուցադրվում եւ կարող ենք ավելացնել երկաթե միջուկ, որ เป զի տարբերությունը հասկանանք մոդելում ու նաև ինչպես է աշխատում կոճակը, որը բացատրում է Ֆարադեի օրենքը, սա էլ է շատ հետաքրքիր։ Ունենք նաև տեսանյութ։ Էս էլ ենք մենք մեր դասընթացի ընթացքում սովորում, որ ստեղծենք վիդեոներ, որի միջոցով կամ ինչ-որ մեկը կխոսի, ինչ-որ նյութ կբացատրի, կամ հենց այսպես նյութը կբացատրվի, նաև երկար ուսուցողական տեսանյութեր պատրաստելն էլ ենք սովորում, դա առանձին վիդեոյում ես ցույց կտամ։ Այստեղ մենք ունենք լաբորատոր էքսպրես եւ պետք է նյութերը տեսակավորենք։ Երեխաները այսպիսի խաղերը սիրում են, երբ նյութը գալիս է, օրինակ մենք սեղմում ենք ինքը համասեռ է, թե անհամասեռ է, նույնիսկ մեծերն են այսպիսի խաղեր սիրում։ Այս խաղերը ստեղծված են հենց այն շատ տարածված համացանցային խաղերի հիման վրա, երբ պետք է այս արագ թռչող բաների հետ ինչ-որ մի բան անել, ու տեսեք խաղի համար ժամանակ է տրվում, այս պահին ես 34 վայրկյան ունեմ եւ վերջում արդեն ցույց է տալու, թե ինչքանն եմ ես ճիշտ արել։ Օրինակ, եթե ուզում ենք երեխան համասեռ, անհամասեռ նյութերը կարողանա տարբերել, ոչ թե պետքա անգիր անել սովորեցնենք, այլ այսպիսի խաղի ընթացքում խաղի միջոցով անենք, ընդ որում հուշել տող կա։ Եթե դուք սովորեք այդ 1 ամսվա ընթացքում ինչպես ենք ստեղծում ամբողջ տրամաբանությունը հասկանաք, հետո այսպիսի մոդել ստեղծելը ձեզնից խլելու է ընդամենը 5-ից 10 րոպե։ Կարևորը որ սովորեք ճիշտ ուղղորդում ստանաք։ Հաջորդը այսպիսի խաղ է էլի, երկու խաղացողներ են, լուծիր աղը եւ շաքարը ջրի մեջ։ Այստեղ ինչ որ լաբորատոր գործիքներ ունենք, ջուր, յուղ եւ այլը, մենք կարող ենք իրեն թափահարել, պատրաստ է, եթե պատրաստ է, սեղմում ենք պատրաստ է, նույնն էլ էս կողքին է, եւ արդեն ըստ դրա մենք խաղում ենք խաղը։ 5 վայրկյանները արդեն ավարտվեց, անցնենք հաջորդին։ Հաջորդն էլ վիրտուալ քիմիական լաբորատորիա է, այստեղ թորում, բյուրեղացում, քրոմատոգրություն տերմիններն ենք իրենց բացատրում, օրինակ կարող ենք տաքացուցիչը միացնել, սեղմել մոլեկուլային տեսարանը, հասկանալ կամ կարգավորել սառեցումը։ Հաջորդը բյուրեղացումն ենք բացատրում, այսպես սկսել գոլորշիացման process-ը, սեղմում ենք, սպասում ենք, որ նյութը գոլորշիանա, հետո ինքը ցույց է տալիս բյուրեղների աճը, բյուրեղները ոնց են այդտեղ աճում եւ ջերմային քարտեզ է ցույց տալիս։ Եվ քրոմատագրություն բաժնում էլ արդեն ունենք ընկղմել թուղթը, կոճակը եւ սկսել սորբումը։ Ահա, այս էլ էսպես։ Այս կոճակները դուք կարող եք շատացնել, փոխել, սկսած գույներից, ֆունկցիոնալությունից, ոնց դուք պատկերացնում եք որպես մասնագետ, ինչպես լավ կլինի թեման բացատրել։ Էս էլ է քիմիական լաբորատորիա։ Այստեղ օրինակ մագնիս ունենք, կարող ենք մագնիսը ակտիվացնել, բաժանումը սկսել կամ մաքրել մագնիսը եւ այլը, նաեւ ունենք բաժանիչ ձագար, որը կարող ենք խառնել, սպասել շերտավորման կամ բացել ծորակը։ Այսպիսի հետաքրքիր ֆունկցիոնալություն ու ունենք նաև կոճակ այս բոլոր process-ները ջեմը նաև վերլուծելու համար, որ เป զի այդ պահին մեր խոսելուն զուգահեռ ինքը նաև ցույց տա, թե ինչա process-ը իրենից ներկայացնում։ Հաջորդը ֆիզիկական լաբորատորիան է, որտեղ մեր ուսուցիչներից մեկը շատ ակտիվ ուսուցիչ ցույց է տվել էներգիայի փոխակերպումը։ Տեսեք ինչքան բազմաֆունկցիոնալ կոճակներ կան, այստեղ ցույց ենք տալիս, եթե զանգվածը փոխում ենք, ինչպես է ամբողջ մոդելը փոխվում, կարող ենք դանդաղեցնել, տեսակ, դանդաղեցնելու արդյունքը անմիջապես երևում է, մաթեմատիկական ճոճանակ ունենք, որի երկարությունը եւս կարող ենք փոխել, կարող ենք նաեւ կանգնեցնել մաթեմատիկական ճոճանակը եւ ունենք նաեւ զսպանակավոր ճոճանակ, որի կոշտությունը կարող ենք փոխել, կարող ենք կանգնեցնել եւ այլը, ընդ որում այստեղ նաեւ կարող ենք միջավայրը փոխել, երկիր, լուսին, թե տիեզերք, որպեսզի լավ պատկերացնեն, որում ինչպես է տարբերվում այս process-ը եւ շփումը անջատենք կամ էլ թողենք միացրած։ Ինձ թվում է այս մոդելը
կիրառելով եւ թեման բացատրելով անհնար է, որ աշակերտները չհասկանան թեման։ Իրոք բնագիտական առարկաները շատ բարդ է բացատրելը եւ անկեղծ ասած այսպիսի նյութեր տեսնելով, ստեղծելով ես միայն այսպես եմ արդեն պատկերացնում բնագիտական առարկաների դասավանդումը, որ เป զի երեխաները ավելի ու ավելի չհեռանան այդ առարկաներից, որովհետև իրոք միայն տեքստով, բառերով եւ դժվար է երեխաների համար եւ հետաքրքիր չէ ու իրենք հեռանում են այդ առարկաներից, ինչը մեծ խնդիր է, բայց AI գործիքների օգնությամբ մենք ստեղծում ենք այսպիսի մոդելներ, որոնք օգնում են մեզ ավելի հետաքրքիր դասավանդել։ Հաջորդը էներգիայի փոխակերպումն է, այս էլի համարյա նույն սկզբունքով ցույց ենք տալիս, այստեղ ունենք նաև ինքնաստուգվող թեստ, կարող ենք ուղարկել աշակերտին կամ դասի ընթացքում ցույց տալ, ինքը ունի նաև հուշման տող, երբ իրականացնում է, դրանից հետո տալիս է ճիշտ ու սխալ պատասխանները եւ բացատրում է ավտոմատ, որն է ճիշտ, որն է սխալ։ Այսինքն եւ դասին պրոյեկտորի վրա ցույց տալը, համակարգչով ցույց տալը հետաքրքիր կլինի եւ իրենց ուղարկեք, իրենք անեն ու բացի դրանից նման թեստերը, եթե պատրաստում եք, նաև այն կօգնի կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու համար։ Իհարկե, կարևորը զուտ անելը չի ինչ-որ մի բան, պետքա դուք բոլոր անհրաժեշտ գործիքները, գիտելիքները ունենաք, որպեսզի կարողանաք այս ամեն ինչը որակով անեք։ Այստեղ ունենք անգլերեն բացատրում թեման այստեղ ունենք կանաչ հսկա գործարան, ֆիլտրման համակարգ, բիոպլաստիկներ, մաքուր թթվածին, գոլորշի եւ այլն, այս նկարի տեսքով է թեման բացատրվում, ունենք ֆլեշկարտեր, որոնց միջոցով կարող ենք տերմինները բացատրել աշակերտներին կամ կարող ենք հարցադրումներ անել։ Էլի այստեղ ֆլեշկարտ է, դրան շատ չանդրադառնամ, հաջորդիվ կրկին օնլայն լաբորատորիա է ստեղծված եւ այստեղ մենք կարող ենք մարմնի տեսակը ընտրել, օրինակ փոխել գլան, կոն, պրիզմա եւ այլը, զուգահեռանիստ եւ ցուցադրել առանցքը կամ չցուցադրել, այս մասը կարող ենք փոխել եւ շեղումն ենք նկարագրում այսպես, առանցքների շեղումը կարող ենք ներկայացնել, տեսեք ոնց ենք առանցքները շեղում ու արդեն պրակտիկ երեխաները տեսնում են, թե ոնց է դա ազդում եւ ունենք հատույթ գործիքը, որը ցույց է տալիս արդեն հատույթը, օքեյ, կարող ենք մաքրել հատույթը, այստեղ կետերով նշված է, կարող ենք վերականգնել տեսադաշտը եւ այլը, եւ աջ մասում ու այստեղ կարող ենք մենք լրիվությամբ փոխել մեր բոլոր պարամետրերը ցանկացած պահի վերադառնալ նախորդին եւ կարող ենք այստեղ հրահանգներ գրել կախարդական ինչ պետքա սարքել, ինչ պետքա անել դրա այդ պատկերի հետ եւ ինքը կկատարի, կարող ենք հատույթները վերլուծել, օրին այստեղ պետքա հատման կետերը նշենք, հատույթները վերլուծենք, բացատրել մաթեմատիկան եւ տվյալ գծագրի շուրջ արդեն ստեղծել խնդիրներ։ Տեսեք ինչքան բազմաֆունկցիոնալ կոճակներ կան ու կարող ենք լսել կոճակին սեղմել, որպեսզի բացատրությունը կամ խնդիրը կարողանանք լսել նաև հայերենով։ Էս էլ շատ հագեցած 3D մոդել էր։ Հաջորդը էլի AI լաբորատորիա է, կարծես թե նախորդի նման, որտեղ էլի կարող ենք փոխել գալարների թիվը, կարող ենք ավելացնել մագնիսական դաշտ կամ անջատել եւ արդեն այստեղ բացատրել կիրառում կոճակներով AI-ը կսկսի աշխատել, բացատրել կամ բացատրությունից հետո էլ թեստ ստեղծել։ Հաջորդը աշխարհագրության լաբորատորիան է, կարող ենք այսպես սեղմել վրան, ընտրել երկիրը, երկիր A, երկիր B-ն, օրինակ այստեղ շատ հետաքրքիր ձևով է ներկայացված, վանող գործոններ, ինչ վատ բան է կատարվում A երկրում, օրինակ երաշտ, կլիմա, գործազրկություն եւ ձգող գործոններ, բարձր աշխատավարձ, լավ կրթություն, այսպես ներկայացնում ենք երբեն մի երկրից արտագաղթում կամ ներմուծում կամ վերադառնում
եւ ուրբանիզացիայի մասին կարող ենք այստեղ խոսել, միգրացիոն հոսքերը ղեկավարել եւ այլը եւ այլը։ Հաջորդը առանցքականության ուժն ենք ներկայացնում 5-րդ դասարանում, տեսեք, էլի օրինակների տեսքով առանցքական է, թե պլաստիկ, հերթով ինքը բերում է անունները առարկաների, մենք նշում ենք ցույց է տալիս, վերջում էլի կա լաբորատորիա այստեղ, որտեղ կարող ենք փոփոխություններ իրականացնել ու այս կապն էլ է փոխվում, ցույցատրվում եւ ինչ որ մարդ սպանակ սցենար կա, գիտելիքների ստուգման թեստեր կա եւ տնային առաջադրանքներ։ Այստեղ տեսանյութ ունենք, ըհը, տեսեք պրոցեսը ոնց է հետաքրքիր ձևով ցույց տալիս։ Հաջորդիվ բջջային էներգոկենտրոն, այսպիսի մոդել ունենք, եւ կարող ենք գիշերային ցերեկային ռեժիմներով ցույց տալ, պրոցեսը բացատրել, այստեղ սեղմում ենք բացատրել պրոցեսը, ինքը բացատրում է, հետաքրքիր փաստեր են ներկայացնում ու բացի դրանից մենք անձամբ կարող ենք այս մոդելին գրել հարցեր, հենց դասի ժամանակ ինչ երեխաները կհարցնեն եւ մոդելը այդ պահին կպատասխանի մեր հարցերին։ Հաջորդը յոդի փորձն է, ոնց ենք փորձը անում, նախապատրաստում, այստեղ լուսավորում, մշակում եւ այլը արդյունք, ինքը ցույց է տալիս այս փորձը եւ այստեղ էլի նույն ձև կարող ենք բացատրել, բացատրությունը հայերենով աուդիո տարբերակով հնչի եւ վերջում ընդհանուր հաշվետվություն ներկայացնի այդ փորձի վերաբերյալ ու ցանկացած հարց, որ թեմայի վերաբերյալ ունեք, կարող եք հարցը գրել դուք կամ աշակերտները եւ այստեղ կպատասխանի։ Այս մյուսն էլ Արքիմեդի օրենքի լաբորատորիան է, որտեղ մեր ուսուցչուհին առանձնացրել է հեղուկի տեսակները, ջուր, աղաջուր, սնդիկ եւ այլը, եւ ունենք նաեւ մարմնի նյութ կոչվածը, որ կարող ենք նյութը փոխել եւ օրինակ այսպես իջեցնել հեղուկի մեջ, բարձրացնել ու օդ, կարող ենք համեմատել ուժերը, տեսեք ուժերի հաշվարկ է իրականացվում, լողալու պայմաններն է տրվում եւ վերջում տալիս է ինքնաստուգման թեստ։ Նորից եմ նշում, այս ֆունկցիոնալությունը մեր ուսուցիչն է այսպես մտածել առաջին անգամ, երբ ուզեցել է Արքիմեդի օրենքի լաբորատորիա ստեղծի։ Բնականաբար սրանից հետո ինքը սրա հիման վրա ավելի մեծ եզրահանգումներ է արել, ավելի ինտերակտիվ կոճակներ է մտցրել։ Այս էլի մեխանիկական ալիքների թեման է, տեսեք ոնց է լայնական ալիքները բացատրվում, երկայնական ալիքները իրար հետ համեմատում, ստուգում եւ այլը եւ այլը։ Ահա, այստեղ ունենք շղթայի տվյալներ, չեմ պատկերացնում ոնց եմ բացատրելու, որովհետև շատ նեղ մասնագիտական է այստեղ, տեսեք շղթայի կառուցվածքը, միացման տեսակները ընտրենք հաջորդական թե զուգահեռ, լարի հաստությունը նշենք, ֆիզիկական պարամետրերը այս աջ մասում, նյութը լինի պղինձ, թե գերհաղորդիչ, լարումը այստեղ նշենք, ջերմաստիճանը, խտություն, բախումներ եւ այլը, տեսարանը դրսից, տեսարանը ներսից, տեսեք ինչքան հետաքրքիր բազմաֆունկցիոնալ է եւ գույները, ոճը, այս ամեն ինչն էլ այստեղ ներկայացրած է։ Ընդ որում ֆոնն էլ կարող ենք փոխել մեջը, այստեղ էլ մեր գիտնականն է կանգնած այս աջ մասում։ Ես չգիտեմ, ուղղակի հիանում եմ մեր ուսուցիչների կատարած աշխատանքներով, ոնց կարելի է այսպիսի բան մտածել։ Դրա համար էլ ես միշտ ասում եմ, AI-ով լավ աշխատում են այն ուսուցիչները, ովքեր իրենք էլ իրենց մասնագիտությանը լավ են տիրապետում, ովքեր գալիս սովորում են AI-ին լուրջ են վերաբերվում, ոչ թե մտածում են դե չաթ է էլի կանեմ կգրեմ, այլ իրոք սովորում են բոլոր նյուանսները, որոնք շատ կարևոր են լինում աշխատանքի մեջ եւ արդեն գիտելիքով զինված մասնագիտական գիտելիքներն էլ օգտագործելով այսպիսի հրաշք բաներ են ստեղծում։ Նաև ունենք ֆիզիկայի խաչբար, այո, մենք մեր դասերի ընթացքում նաև ստեղծում ենք խաչբառներ, այստեղ ձայնի կոճակն էլ կա, կարող է հարցը հայերենով հնչի եւ այլը, մենք այստեղ կարող ենք գրել պատասխանը եւ ստուգել ինքը կասի ճիշտ է թե չէ։ Եվ մեզ արդյունքը կտա։ Ինձ այստեղ հուշում են, որ մի հանձնվիր կրկին փորձիր։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, սա կարող եք անել բոլոր առարկաներից։
Այստեղ ունենք Օհմի օրենքը, տեսնում եք, չէ՞, մեր ֆիզիկայի ուսուցիչները ինչքան ակտիվ են ու բավականին շատ ֆիզիկայի ուսուցիչներ ունենք խմբում։ Էս էլ էսպես, կարող ենք տվյալներ գրանցել էսպես, դե դուք որպես մասնագետ արդեն շատ լավ կհասկանաք ոնց է սա աշխատում, տեսությունն ենք բացատրում, դիմադրության բանաձև օրինակ բացատրում ենք էսպես, երկարություն, լայնական հատույթներ փոփոխում ենք եւ արդյունքը արդեն տեսանելի է լինում ու վերջում էլ թեստեր ենք տալիս։ Էս էլ էսպես, սա մինուսոյի եւ պլյուսոյի մարտահրավերն է, խաղ ենք ստեղծել հարցերով, որտեղ արդեն պատասխանելով այսպես առաջ են գնում ու շատ ինտերակտիվ, այսպես հետաքրքիր ձևով էլ ինքը պատասխաններ է տալիս, մինուսոն մի քիչ շփոթվեց եւ այլը եւ այլը։ Հաջորդիվ Digital Lab է ստեղծել մեր ուսուցիչը, թվային դետեկտիվներ, որտեղ դասի ընդհանուր ամփոփումն ենք անում առաջին հերթին, բացատրում ենք, այստեղ անջատիչ ունենք, որը կարող ենք միացնել, անջատել, թվային փոխակերպիչ ունենք, օրինակ թիվը այստեղ գրում ենք եւ դա փոխարկվում է արդեն բինարի արդյունքն է ցույց տալիս, մաթեմատիկական քայլերն է այստեղ նշվում։ Եվ դրանից հետո ունենք թվային լաբորատորիա, որտեղ կա տեքստային կոդավորող, օրինակ կարող ենք գրել բառը եւ տեսնել, թե տառերը ինչպես են վերածվում թվերի, ունենք նաեւ թվային նկարիչ, այստեղ էլի կարող ենք նկարել վանդակներում եւ ինքը ցույց է տալիս սևը 1 է, դատարկը 0 է, սա ԹԳՀԳ-ի շրջանակներում է ստեղծվել, մեր ուսուցչուհին է ստեղծել, այստեղ կարող ենք բիթերը փոխել եւ այլը ու աջ մասում արդեն համապատասխան փոփոխությունները երևում է եւ տնային աշխատանքը աշակերտների համար նույնիսկ կարող են դասի ընթացքում էլ անել, այստեղ գրում ենք, ավտոմատ ինքը ստուգում է։ Էս էլ էսպես եւ վերջին առաջադրանքը, որը նախատեսել եմ, մկնիկների մեծ ոդիսականն է, էս էլ մեր կրեատիվ ուսուցիչն է ստեղծել, երբ հարցը գրում ենք, ճիշտ ենք պատասխանում, մկնիկը առաջ է գնում, բանրին դեպի մոտ, եթե սխալ ենք անում, հետ է գնում, այսինքն էս էլ երեխաների մոտ ցանկություն կառաջացնի, թեկուզ խմբերով լինի, դասարանում լինի, որ մտածեն, ճիշտ պատասխանեն, որպեսզի մկնիկը գնա հասնի բանրին։ Թե մկնիկը բանրին կհասնի, թե գանձ որոնողը կհասնի գետի մյուս ափը գանձը գտնելու համար, դա արդեն դուք կորոշեք։ Կարևորը որ իմանաք, որ AI-ը այսպիսի հզոր գործիքակազմ ունի ու բոլորդ կախված տարիքից, մասնագիտությունից կարող եք ստեղծել այսպիսի մոդելներ եւ գաղտնիք բացեմ, մեր այս խմբի ուսուցիչների մեծ մասը փորձառու 50+ տարիքի հարգարժան մանկավարժներ են ու այսպիսի հրաշք նյութեր են ստեղծել, այնպես որ արհեստական բանականությամբ վիզուալ նյութեր ստեղծելու համար ոչ համակարգչային գրագիտություն է անհրաժեշտ այդպես մեծ ծավալով, ոչ անգլերենի իմացություն, ոչ էլ որևէ առանձին ծրագրեր։ Ուղղակի պետք է ուսումնասիրել հենց AI-ը, գործիքակազմը ինչպես է աշխատում, որ դեպքում որ քայլին դիմել, ինչպես ճիշտ հրահան գրել եւ այլն։ Նշեմ, որ մեր համայնքում, մեր կրթական կենտրոնում մենք լավ սովորություն ունենք, որ տվյալ խմբում բոլոր նյութերը ուղարկվում է ընդհանուր խմբում եւ բոլորը տեսնում են, կարողանում են այդ պահին օգտագործել, հաջորդ օրը դասի են, վերցնում են այդ նյութը օգտագործում են իրար օգնելով ու բացի դրանից նաև մենք հավաքագրում ենք բոլոր նյութերը եւ այդ նյութերը նաև տրամադրում ենք մեր հետագա դասընթացի մասնակիցներին, այսինքն բոլորով իրար օգնում ենք ու պատկերացրեք դուք էլ մասնակցում եք դասերին, նախորդ դասընթացների մասնակիցների նյութերին ենք հասանելիություն ստանում, օգտագործում եք, ձեր նյութերը փոխանցում եք ձեր գոլեգաներին եւ այլն, այսինքն որպես համայնք իրար հետ աշխատում ենք, թեկուզ եթե չօգտագործեք էլ, վերցնեք այս նյութերը, տեսնեք ինչ ֆունկցիոնալություն կա, ինչ գաղափարներ ունի, դուք արդեն ինքներդ կհասկանաք ձերը ոնց կարող եք սարքել։ Սա էլ շատ մեծ օգնություն է։ Նյութերը այսքանն էին, իհարկե հարյուրավոր օրինակներ կան, ես այսքանը ընտրեցի ցուցադրելու համար, ընթացքում էլի նյութեր լինեն, անպայման ցուցադրելու ենք։
Տեսակ, թե ինչ հրաշքներ կարելի է ստեղծել։ Պատկերացրեք ձեր աշակերտների աչքերի փայլը, երբ հաջորդ դասին գրատախտակի փոխարեն նրանց ցույց կտաք այսպիսի 3D լաբորատորիաներ և ինտերակտիվ նյութեր։ Սիրելի ուսուցիչներ, դուք ընտրել եք այս մասնագիտությունը ապագա ձևավորելու, երեխաների մեջ գաղափարներ արթնացնելու համար։ Դուք չեք ընտրել այս ուղին, որպեսզի ձեր կիրակիները տրամադրեք անվերջ թղթաբանությանը կամ ձեր ձայնը խլացնեք 30 և ավելի աշակերտ ունեցող գերբեռնված դասարանի աղմուկի մեջ։ Արհեստական բանականությունը եկել է ոչ թե ձեզ փոխարինելու, այլ ձեր հանգիստը, ձեր ժամանակը և մասնագիտական արժանապատվությունը վերադարձնելու համար։ Շատ հաճախ ուսուցիչների հետ շփվելիս լսում եմ մի վախ. ես արդեն տարիքով եմ, տեխնոլոգիաներից հեռու եմ, ինձ մոտ չի ստացվի, կամ սա երևի IT մասնագետների համար է։ Ուզում եմ վստահեցնել ձեզ, դա պարզապես միֆ է։ Մեր դասընթացին մասնակցած 2500 և ավել ուսուցիչների շարքում կան 50 և 60 տարիքի և բարձր փորձառու ուսուցիչներ, ովքեր սկսել են 0-ից և այսօր դարձել են իրենց դպրոցի ամենանորարար աստղերը։ Մենք ձեզ չենք սովորեցնում բարդ ծրագրավորում, մենք չենք խոսում անհասկանալի տերմիններով, մենք սովորեցնում ենք շփվել ծրագրի հետ մարդկային, պարզ հայերենով և ստանալ իդեալական արդյունք, իմ ձեռքը բռնած, իմ ուղղորդմամբ։ Եթե դուք բնագիտական առարկայի ուսուցիչ եք և ուզում եք թռիչքաձև աճ գրանցել, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցել արհեստական բանականությունը բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների ծրագրին։ Դասերը օնլայն են, անցկացվում են Zoom հարթակով ուղիղ միացմամբ։ Բացի այդ, յուրաքանչյուր դասից հետո ես ստուգում եմ տնային աշխատանքները, տալիս եմ անհատական հետադարձ կապ և օգնում եմ, որ դուք ստեղծեք ձեր նյութերը։ Ավարտին տալիս ենք հավաստագիր։ Դասընթացի ընդհանուր արժեքը 20,000 դրամ է։ Իդեպ, մեր կայքում գործում է 100% անվտանգ վճարման համակարգ, ինչպես նաև Rocketline 0% ապառիկի հնարավորություն, այսինքն կարող եք սովորել հիմա, վճարել հաջորդ 3 ամիսների ընթացքում առանց հավելյալ տոկոսի։ Քանի որ մենք աշխատում ենք յուրաքանչյուր մասնակցի հետ անհատապես, իսկ խմբում տեղերը խիստ սահմանափակ են, ուստի հորդորում եմ գրանցվեք հիմա, գրանցվելու մանրամասները կտեսնեք տեսանյութերի նկարագրության մեջ։ Սեղմեք հղմանը, ամրագրեք ձեր տեղը և եկեք վերափոխենք կրթությունը միասին։ Շնորհակալություն դիտելու համար, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին և սպասեք հաջորդ տեսանյութերին։ Մենք կունենանք առանձին տեսանյութեր, հումանիտար առարկաներ, օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների համար։ Շնորհակալություն, կհանդիպենք դասերին, հաջողություն։